Ըստ նորանշանակ Հայաստանի ներկայացուցչին միջազգային կազմակերպությունում եւ դատական մարմիններում Հայաստանը լիովին կատարում է բոլոր միջազգային դատարանների որոշումները։ Հիշեցնեմ, որ այդ ներկայացուցիչը Կարեն Անդրեասյանն է։ Նախկին նախարարը, նախկին ԲԴԽ խորհրդի ղեկավարը։ Այդ նույն մարդը, ով որ 23-24 թվականներին սկսել էր արշավ չենթարկվող եւ պատերի տակ չվնգստացող դատավորների դեմ։ Եվ կարելի է ասել, որ այս կամ այն ձև իրանք հաղթում են այդ դատավորներին, իրանց լիազորությունները դադարեցնելով եւ գործից հեռացնելով։ Անցնում է որոշ ժամանակ եւ դատավորները հաղթում են այդ սրիկաներին եւ հաղթում են բարձրաստիճան դատարաններում, սահմանադրական դատարանում եւ Միեդում մարդու իրավունքների պաշտպանության դատարանում։ Սակայն իր պարտավորությունները կատարող Հայաստանի Հանրապետությունը այդ երկու անձի դերով այնց լավ է կատարում իր պարտավորությունը եւ կատարում է Միեդի որոշումը, որ որոշ ժամանակ անց իրանք շարունակում են իրանց ծև գործը եւ նույն դատավորների լիազորությունները չեն վերականգնվում ԲԴԽ-ի կողմից, քանի որ ԲԴԽ-ն որոշում է չվերականգնել լիազորությունները դատավորների։ Իսկ որ ապագան չշարունակի նույն ձևով գալ ու դոմփել գլխներ գալիք Կիրակի օրվա ընտրություններին Էջմիածնում, ընտրում ենք ցանկացած թեկնածուին, բացի 3-րդ համարից եւ բացի 7 համարից։ Քայլառասները պետքա չհաղթեն։